էի, երբ ասում էի, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հեռանալ ուրեմն քաղաքականությունից։ Տեսեք, հիմա ասում են ինչի մասին խոսենք, ինչու քննադատենք նախկին իշխանություններին, բայց տեսնում եք, գոնե Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իր անընդունել է, որ ինքը պիտի մասնակցի։ Սա նախարարի պատասխանից։ Հաջորդ ճիշտն ասած ինձ համար տարօրինակ չի Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որովհետև երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը նույն առաջարկով իրեն դիմել էին, խոսքը եւի Արման Թաթյանի հայտարարության մասին է, դա նորություն չի, դիմել էին, ինքը փաստորեն չի համաձայնել, որտեղ իր կարծիքով ինքը դեռ անելիք ունի Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ գուցե դեռ հավատում է, որ Վլադիմիր Պուտինը իր հետ իրոք ունի այդպիսի լուրջ ակնկալիքներ, քիմիական կապ եւ ինչ դեպքերում եւ ինչ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների պարագայում նա կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին։ Գուցե Ռոբերտ Քոչարյանը այդպես է մտածում։ Բայց շատ վիրավորական է կարծում եմ Արման Թաթյանի հայտարարությունը Սարգսյանի, Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի համար, սա Հայաստանի երեք նախահները անընդունելի է։ Այդ գիտենք, այդ փաստորեն ընդունում է այս ժանրի կողմից, որ միայն նրանց չեվալը կօգնի լեռան Նիկոլ Փաշինյանին։ Սա ըստ Քոչարյանի վիրավորական է, դրա համար ինքն էլ պատրաստ։